Պարոն Վարդանյան, վերջին հարց, իհարկե ձեր խոսքի սկզբում խոսեցիք, կարճ, բայց հիմա ավելի փոքր մանրամասն։ Իրենք վախեցնում են, որ 300,000 եւ ավել ադրբեջանցիներ գալու են Հայաստան։ Կա հստակ մի բան, հենց այս օրերին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի օրերն են։ Մեր հայրենակիցները ցեղասպանության են ենթարկվել, մազապուշտիներով փրկվել են, իր հակառակ ադրբեջանցիների, ովքեր անգամ իրենց ունեցած էին նույնիսկ վաճառել։ Հա, վաճառեն օրեն գնաց։ Այո, եւ այդ իրականության մեջ ըստ էության 800,000 եւ ավել մեր հայրենակիցներ պետք է հենց այս հարցը նաև բերի հանրային պահանջ, որ վերադարձի հարցը իհարկե միջազգային ապահովության, այսպես ասենք, հովանավորչությամբ վերադարձի հարցը Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ 800,000 եւ ավել մեր հայրենակիցների, որոնք ժառանգներն են, որոնք մազապուրտ եղած մեր հայրենակիցներն են։ Խնդրեմ։ Տեսեք, Մարիամ ջան, երկու հարց պետք է տարանջատենք։ Ի պատասխան Ալիևի այդ ցնդաբանությանը, որ 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա, մենք ունենք շատ պատասխաններ, բայց նաև կարող ենք բարձրացնել ի պատասխան դրա Բաքու, Սումգայիթ եւ այլ վայրեր հայերի վերադարձը, բայց կա նաև մեկ առանձին հարց, որը որևէ կապակցված չէ այս հարցը հետ, դա արցախցիների իրենց բնորան վերադառնալու իրավունքն է։ Եվ ասում եմ, որ շատ կարևոր է, որ այս հարցերը մեկ հարթության մեջ չեն կարող դիտվել եւ չեն կարող դիտարկվել։ Արցախցիների վերաբնակեցման կամ արցախցիների վերադարձի իրավունքը չի կարող հավասարեցվել որևէ այլ հարցերի հետ։ Դա առանձին հարց է, որը ասել եմ ու նորից եմ ասում։ Հայաստանի ապագայի, Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի անկախության համար արցախցիների վերադարձի իրավունքի հարցի բարձրաձայնումը շատ կարևոր է, շատ կարևոր է։ Եվ նաև Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի։ Այո, բայց այդ ամենով պետք է զբաղվի Հայաստանի մասին մտածող ղեկավար, այլ ոչ թե ղեկավար, ով մտածում է միայն իր անձնական հարստության եւ իր տերերին ծառայելու մասին։ Կրկնում եմ, մի մոլորվեք Փաշինյանի շոուների մեջ, ընտանեկան նամանավանդ շոուներ, չեմ զարմանա, եթե հիմա մարդու կնիկ հերակա կռիվել իրար մեջ, գնան մի օրեն լայվ մտնի, մի օրից լայվ մտնի եւ կրկին ամբողջ հասարակության ուշադրությունը գրավեն իրանց վրա։ Մի հետևեք դրանց։ Հասկացեք մի բան, որ ձեր ուշադրությունը փորձում են կտրել կարևոր իրադարձություններից։ Հետևեք ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հարցազրույցներին, որպեսզի ճիշտ գնահատական տակ իրավիճակին եւ միանշանակ իմացեք, որ Հայաստանի ապագան մեր, իմ, ձեր, բոլորիս ձեռքերում է։ Ոչ մեկ այդ ապագան մեզանից չի կարող խլի, եթե մենք ճիշտ ընտրություն անենք։ Սա շատ կարևոր է։ Մի լսեք այն մարդկանց, որոնք ասում են ընտրություններով Հայաստանում բան չի փոխվի։ Ես պնդում եմ, որ կփոխվի, բայց այդ փոխվելու համար պետքա բոլորս մասնակցենք ընտրությունների, պետքա ապահովենք ընտրություններին մասնակցության ռեկորդային թիվ, որպեսզի ի վերջո հաղթահարենք այս չարիքը, հաղթահարենք ինքներս մեզ եւ այս պարտությունների շարանին վերջ տանք, որտեւ այս պարտությունները ժողովուրդ ճիշտ հասկացեք, այդքան ձերը չի անդրադառնում, ինչքան ձեր սերունդների։